Հարկելի ներկաներ բարի երեկո։ Նախ եւ առաջ թույլ տվեք բոլորի անունով եմ հրավիրել Հյուսային Ամերիկայի Կանադայի կաթոլիկ հայոց առաջնորդ Արիավադի Տեր Միքայել arczepiskopos Վարադյանի ներկայացուցիչ Հայր Իգնատիոս Ապասյանը լեռնական աղոթքով օգնելու այս ծերնարը։ Հրամեցեք։ Odiater Iisus Hristos, Amen. Miască paragotec, Haider, Bonergineses, Sfânt Ierusalimul, Egese Arcaico, Egesimanco, Vorbesc Ierusalimul, Sați-ne la pazor, Dumnezeios, Iertăm-ne să sfârșim, Vorbesc Ierusalimul, Preoți Sfântanați, Iertăm-ne Sfânții Porțuciuni, Altă ghează Sfânții Zicoia Caiciun, de soluțiuni, de paz, Alianț. Amen. Հայր Իգնատիոս Վարդապետ Ապասյան, Համազգայինի կենտրոնական վարչության անդամ դոկտոր Տիգրան Բաբիկյան, Համազգայինի շրջանային վարչության ատենաբեդ Դիար Մանուկ Չուխաջյան, Անկուցյալ բարոն Կարապետ Քիշմիշյանի զավակներ, Շանթ և Մարալ Քիշմիշյաններ, Բաղդադի Գոմիդաս Երջախուպի նախկին անդամ անտահույներ, հարգելի հյուրեր և սիրելի ներկայացներ։ Բարի եկեք։ Իր կարևորության համար հուն նյութին անցնել առաջ թույլ տվեք ամբողջ գերբով ձեր ազնիվ ուշադրության հանձնել հետևյալ ներածականը։ 1639 թվականին հիմնադրված իրաքահայ պատմական թեմը 2025-ին բոլորեց իր գազմության 386-րդ տարին։ Ան իր 4 տարերու պատմության ընթացքին անցավ զանազան վերիվայրումները և մարտահրավերները, սակայն միշտ հաղթահարեց անով և ավելին, որան բազում հաջողություններ արձանագրել է ետ, գոյատևեց ու շարունակեց իր ընթացքը։ Եվ որպես թանկարժեք գոհար, փայլեցավ ու ջանցրեցավ Իրաքի արաբ ժողովրդին և պետականության կողմեր։ Գազմության օրին ի վեր տասնյակ սերունդներ եկան ու անցան, սակայն սխալած չենք կլար, եթե ասենք, որ 20-րդ տարի եղավ իրաքահայության պատմության ամենափայլուն էջերեն մի։ Արդարը 1915 թվականի հայոց ցեղասպանութենեն ժողովրած և ազատագրված ու գիսամեր վիճակի մեջ Իրաք ապաստանած խախտական հայորդիները, ապա անոնց հաջորդող սերունդները եղան գորիզի իրաքահայության արդի պատմության։ Քանզի անոնք ամենայն նվիրվածությամբ ու զոհությամբ վերաբերեցան ու գոյատևեցին։ Եկեղեցիներ կառուցելով քրիստոնեական նվիրական հավատքը ամուր վայեցին իրաքահայ ավանդաբար ժողովրդի հոգին խորունգը։ Դպրոցներ կառուցելով վայեցին մայրենի լեզուն ու հայոց պատմությունը։ Մշակութային հաստատություններ հիմնելով պահպանեցին հայկական զանազան արվեստներն ու ավանդությունները։ Հետևյալ տուներեն մեկն եղավ 1926 թվականին հիմնադրված Բաղդադի հայ ևսեր երիտասարդաց միությունը, որում 100-ամյա հոբելինականը պիտի նշվի Բաղդադի մեջ այս տարի։ Երիտասարդաց միության ամենեն ծաղկուն էջերեն մին հանդիսացավ 1953 թվականին հիմնված Գոմիդաս երջախումբը։ Եվ այս երջախումբի նշադակը բարբայելու նպատակով Կալիֆորնիա իրաքահայ մշակութային հանձնախումբը մտահոգացում ունեցավ ձեռնարկումը Կալիֆորնիայի հայոց մշակութության մանրամասնորեն ներկայացնել Գոմիդաս երջախումբի գործունեությունը և անոր խմբավար ու հիմնադիր Կարապետ Քիշմիշյանի կյանքը։ Իսկ ես Արամ Քեթենջյանս
Լալով այդ երջախումբի 24 դարիներու դևողության անդամներեն մեկը, այսօր բադիվ ունեցան լալու հանդիսաբար այս երեգույթին, որուն համար իմ խորազգաց երախտագիտությունը դահայտն է։ Հետևաբար գազմագերբիչ հանձնախումբին անունով գողջունեն ձեր ներկայությունը, այն հույսով, որ ձերնալ իր համեստ հայդակրով բիդի արժանանա ձեր հավանության ու քնահանդանքի։ Արկելի ներկաներ, ընդառաջելով Կալիֆորնիա իրաքահայ մշակութային հանձնախումբի խնդրանքին, իրաքահայ թեմի նախկին առաջնորդ, գերաշնորհ դերավատ arczepiskopos Ասադուրյանը իր սրտապուխ դպավորություններն ու օրհնության բովանդակալից խոսքը ուղարկեց մեզի, որը քիչ հետ որոշ հավաբումներով պիտի հանձնվի ձեր ուշադրության։ Իսկ հոդվածը ամբողջությամբ կարող եք ունենալ անտեսի ավարտին։ Այժմ կհրավիրեմ Քույր Մարալ Ղարաբեդյան Ալուջյանը սույն խոսքը ընթերցելու համար։ Իսկ անգլերեն պիտի ցուցադրվի դեսայերիզմը Գոմիդաս երգչախումբի պատմության մասին։ Երախտագիտության Խաղաղդանի ապերեն մեզի հասած կրավոր ճիմումին ընթարաչ կլիգարնենք մեր միտքը ու խողը այն հոգեհարուստ հավերքին զոր Բաղդադահարության ընձայեց Գոմիդաս քարացան երգչախումբը 50 տարիներ անընդմեջ այստեղ հարկ է հիշել նաև որ Գոմիդաս երգչախումբը մեր քաղցրահնչույն բادرակը դեպքեր Սուրբ Ծննդյան, Սուրբ Զարկին եւ ապրիլ 24-ի հոգեշարժ արիքներուն ամենայնս մայրությամբ։ Դահավադան, որ իրարահաչող սերունդներ իրենց սրդին մեջ պիտի պահեն այն քաղցր հուշը, որն ապրեցան կամ իրենց փոխանցվեցավ համերգներուն ամեն մասնակցող Բաղդադահարության կողմեն։ Վկան այսօր երեկոյի ձեր պատրաստած հանդեսն է։ Այստեղ ադամադը մտածենք թե ինչ էր այն խորհուրդը զոր Գոմիդաս երգչախումբի քարացան երգերու կատարումը իրաքահայության սերդորեն գավեց Գոմիդաս երգչախումբին ահավասիկ 75 տարիներ շարունակապար։ Առաջինը, որ Գոմիդաս երգչախումբը հաջողեցավ պահմը մեզի փոխադրել մեր գործունեության ողերուն ու անոնց մեծ օրած երգերու ըմփոխման։ Երկրորդը, որ Գոմիդաս երգչախումբը կյանքի կոչվեցավ լուսահոգի Կարապետ Քիշմիշյանի անձնազոհ ջանքերու մատուցմամբ, մասնակցող երկիչ երգիչուներու աստաշեն գիտակցությամբ եւ Բաղդադի երիտասարդաց միության ծրմփած օժանդակությամբ։ Երրորդը, լուսահոգի Քիշմիշյանը երգչախումբին շարժող հոգեկանությունն էր առաջին իսկորեն ու միջև վերջին համերգը։ Անհադուկ ունակություն ուներ հայ երգը ըմբռնելու ու ներկայացնելու։ Վկան մեծ վարպետ Պարսեղ Կանանչյանի արտահայտությունը եղավ, ով հայտարարեց թե միջին արևելքի մեջ ավելի լավ երգչախումբ չեմ լսած, ինչպես հանդիսացավ Գարո Քիշմիշյանի ղեկավարած Գոմիդաս երգչախումբը։ Հարկ է գիտակցիլ, որ Գարոն ու իր ղեկավարած երգչախումբը հայապահպանումի գործ կատարեցին։ Քանզի հայ երգերը պահպանվեցան ու մոռացության չմատնվեցան, ավելի քան կեստարյա տևողությամբ։ Աղոթենք, որ հայ երկինքի երանության մեջ ապրին ինտերնեչեցյալ Կարապետ Քիշմիշյանը ու թեպի երկինք փոխադրված մյուս անդամները, իսկ Տիգրանս եղողներուն ալ
Իմ սրդեն պխած երախտագիտության խոսք ու կենաց արեշադության մաղթանք։ Հայրական օրնությամբ աղոթարար ավակ արքեպիսկոպոս Ասադրյան նախկին առաջնորդ Իրաքի հայոց Իդոնի սրբոց թարգմանչած 11 հոկտեմբեր 2025 թվին Բաղդադ, Իրաք։ Այս տեսաերիզով պիտի ներկայացվի Բաղդադի հայ երգսեր երդասարտաց միության Կոմիդաս երգչախումբի 1953-ին մինչև 2005 թվականի իր երկար տարիներու գործունեությունը ղեկավարությամբ Կարապետ Քիշմիշյանի։ Այս տեսաերիզի լուսանկարները ստացած ենք մեծամասնությամբ Կարապետ Քիշմիշյանի հավաքածուեն։ Լուսանկարներու թվականներու մեծամասնությունը հիմնված է երգչախումբին մասնակցած անդամներու հիշողություններու վրա։ Ներկայացնել Կոմիդաս քարացային երգչախումբը կնշանակե խոսիլ իրաքահայության վերջին քանի տասնյակ տարիներու ընթացքին հայ մշակույթը պահող սյուներեն մեկուն եւ իր խմբավար Կարապետ Քիշմիշյանի մասին։ Քանի օրինակներ նմուշներ Կոմիդաս երգչախումբի 1954-ին մինչև 1979 ծանոթություններեն ու ժողովրդին կդեղեկացնե համերգներու առիթը, նպատակը, թվականը եւ վայրը, նույնպես ժողովրդին եղեգություն կտրվի համերգի հայտագիրը եւ մասնակցողները։ Ըստ Կարապետ Քիշմիշյանի Կոմիդաս երգչախումբի կազմության պատմությանը կհայտնե հետևյալը. 50-ական թվականներուն Գևորգ Չոբանյանը եւ ես կմտածեինք երգչախումբ մը կազմել եւ սկացինք պահանջը անոր։ Մանավանդ լսել էի ետք Կանանչյանի տված քարացային համերգներով կհմայվինք, ուր ես հալեբ ուսանած ժամանակ, իսկ Գևորգը պոլիս ապրած ժամանակ։ Մեր ցանկությունը գործնականի վերածելով 1953-ին անվատացանք մը պատրաստեցինք նույն տարվան սեպտեմբերին ժողով մը գումարեցինք Գևորգ Չոբանյանենց բնակարանը, ուր հիմը դրվեցավ մեր այս օրվան երգչախումբին։ Պետք է խոստովանիմ, որ երգչախումբը ղեկավարելու ոչ ուսումը եւ ոչ ալ փորձառությունը ունեի, ուստի ամբողջ հույսս դրած էի ջութակի վերաբերյալ ունեցած իմ ուսումիս վրա։ Երգչախումբը իր փորձերուն սկսավ խումբ մը երգսեր երիտասարդներով, ուր նախնական տարիներու փորձերը կկատարվեին ազգային միացյալ վարժարանի մեջ։ 9 ամիս տքնաջան աշխատանքի ետք 1954-ի մայիս 15-ին 28 երգիչ երգչուհիներով տվինք մեր առաջին համերգը Ֆեյսալ Փեն սրահին մեջ, նախաձեռնությամբ հայոց ազգային իշխանության եւ հովանավորությամբ Իրաքի Կարմիր մահիկին։ Համերգը կդրվեր ի նպաստ Տիգրիսի այդ տարվան ողողումներու աղետյալներուն։ Սույն համերգի երգացանկը կազմված էր Բարսեղ Կանանչյանի ստեղծագործություններեն։ Մեր տված առաջին համերգեն ետք ժողովրդի մոտ գտած ընդունելությունը եւ անոր կուրկուրանքը, ինչպես նաեւ Դեղվույս Քոյամարդ թերթի արձագանքն ու քաջալերանքը մեզի համար եղան մղիչ ուժ
շարունակելու սկսված գործը։ Այս երգիծանագարը կնկարագրե մեծ վարպետ Բարսեղ Կանանչյանը և Կարապետ Քիշմիշյանը, ուր կղեկավարեն երգչախումբը, ունենալով երգչախումբին քաջալերող գաղութի հայտնի դեմքեր։ Այստեղ կուզենք տեղեկացնել, որ Բարսեղ Կանանչյան երկու անգամով խմբավորած է Կոմիտաս երգչախումբը՝ մին 1955-ին, իսկ երկրորդը 1962 թվականին։ Համերգներեն մեկուն առաջին մասը ղեկավարած է Բարսեղ Կանանչյանը, իսկ Կարապետ Քիշմիշյանը մաս կազմած է երգչախումբին։ Համերգի երկրորդ մասը կղեկավարի Կարապետ Քիշմիշյանը։ Քիշմիշյան կշարունակե. «Մեր երկրորդ համերգեն ետք 1955-ին պարոն Կանանչյանը հրավիրվեցավ Բաղդադ և կազմակերպությամբ Իրաքի հայ կարոտելոց խնամակալության նույն տարվան դեկտեմբերին համերգ մտավ։ Կազմված խումբի առանցքը մեր երգչախումբը եղավ, որուն միացան նաև Դեղվույս Կանանչյանի հինցաները։ 1957-ին Կոմիտաս երգչախումբը առաջին անգամ կմասնակցի Սուրբ Զատիկի պատարագին, որ նորագառույց և նոր օծված Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցին մեջ մատուցված առաջին պատարագը կլա։ Սովորական դարձավ, որ երգչախումբը ամեն տարի մասնակցի Սուրբ Զատկվա պատարագին։ 1957-ին երգչախումբը, որ մինչ այդ անկախ խումբ մըն էր, կմիանա Երիտասարդաց միության և կկոչվի Բաղդադի հայ երգսեր երիտասարդաց միության Կոմիտաս երգչախումբ, ուր ամեն տարի ավանդություն կստեղծե համերգ տալու ոչ միայն Բաղդադի, այլև Իրաքի հայաստշատ կեդրոններու մեջ։ Բախտը ունեցած եմ Կանանչյանի Բաղդադ կայացած երգչախումբին մեջ երգելու, որուն փորձերը շատ բան սորվեցուցին ինձի, մանավանդ իր երգերուն վերաբերմամբ, որոնք մինչև այսօր կփորձեմ տալ իրենց հարազատությանը մեջ։ Բոլորս մեծ հպարտանքով կհիշենք, որ Կանանչյանը Բաղդադ գտնված միջոցին մեր կազմակերպած բոլոր համերգներուն անպայման ներկա գտնված է ու հովանավորած զանոնք։ 1960 թվականին սկսյալ երգչախումբի մասնակիցները բազմապատկվեցավ, խանդավառություն ստեղծելով գաղութի մեջ։ Երգչախումբի համերգներեն ետք սովորություն դարձած է խումբով լուսանկարվել։
Երգչախումբի փորձերեն լուսանգարներ երդասարտաց միության սրահին մեջ։ Նույնպես այցելուներ կունենային յուրափար քաղաքը գտնված ժամանակ։ Խոսքը մեջբերենք մեծ վարպետ Փարսեղ Գանանչյանի խոսքը Կոմիդաս երգչախումբի ու իր ղեկավարի մասին։ Լույս տեսած Աստակ օրաթերթի 3 հոկտեմբեր 1966 թիվի մեջ։ Բաղդադ Կոմիդաս երգչախումբը կղեկավարե Կարապետ Քիշմիշյան։ Լավ երգչախումբ մնե։ Արտասահմանի մեջ չեմ լսած այնքան լավ երգված խմբերքներ, որքան Քիշմիշյանի ղեկավարած երգչախումբին խմբերքները։ Երգչախումբի գործունեության երկար տարիներուն ունեցել է միայն մեկ ղեկավար խմբավար Կարապետ Քիշմիշյան։ 1973-ին երգչախումբի 20-րդ տարեդարձի ծանոթումը և համերգը։ Երիտասարդաց միության վարչությունները գնահատելով երգչախումբի հիմնադիր ղեկավար Կարապետ Քիշմիշյանի դարած աշխատանքը, քանի առիթներով պարգևատրած են ձայն շքանշաններով, որոնց վերջինը երգչախումբի 20-ամյակի առթիվ ոսկիյա մեդալն էր։ Նույն առթիվ արծաթյա մեդալով պարգևատրված են այն 5 անդամները, որոնք երգչախումբի կազմության առաջին օրեն մաս կկազմեն խումբին, որոնք են Սիրվարդ Քեշիշյան, Լիոնի Նահապետյան, Շաքե Քիշմիշյան, Ջոզեֆ Քիշմիշյան և Միսակ Մեյմարյան։ 1970-ին մինչև 1979 թվականի երգչախումբի տարեկան ելույթներու ժամանակ։ Երգչախումբը իր տարեկան վերջին համերգը անվճար կհատկացներ հայ աշակերտության։ Կոմիդաս երգչախումբին երգացանկին մաս կազմած է հայ երգը իր բոլոր սերերով՝ կեղճկական, ժողովրդական, քնարական, հայրենասիրական, դասական և աշուղական, նաև հայ եկեղեցվո պատրակն ու շարականները, այնպես որ երգչախումբին բոլոր անդամները կհաղորդվեին հայ երգին ամբողջական և խորհուրդ գիտակցությամբ, եռանդով ու մեծ խնդրությամբ իբրև քաղցր պարտականություն ձայն կփոխանցեին ունկնդիրներուն, միաժամանակ ըմբոշխնելով հայրենիքը իր ամբողջ գեղեցկությամբ։ Երգչախումբը իր երկարատև գործունեության ընթացքին կատարած և մեկնաբանած է նաև արաբական տասնյակ մը երգեր, որոնց շարքին լիբանանյան և իրաքյան քարացայն երգեր։ Մասմը հանդիսականներեն Բաղդադի առաջնորդարանիստ Սուրբ Գրիգոր եկեղեցվո պատրակին մասնակցած Կոմիդաս երգչախումբը 1980-1989 թվականի երգչախումբը երիտասարդաց միության պատմության մեջ կարևոր և մեծ տեղ կգրավե Կոմիդաս երգչախումբը։ Առանց անոր գոյության շատ բան պիտի գործընծներ միությունը և անկասկած մեծ բացում պիտի ունենար։ Կոմիդաս երգչախումբը իր գոյության 50 տարիներուն եղավ երիտասարդաց միության ներկայացնող լավագույն ձեռնարկը։ Որպես մշակութային ձեռնարկ, այն միակը եղավ իր մարզին մեջ ոչ միայն միության սահմաններեն ներս,
այլև ամբողջ իրաքահայության պատմության մեջ։ Միությունը չէ ունեցած անցյալին նման կազմակերպված երգչախումբը, որ հայ հասարակությունը խանդավառել է ետք հայ երգը դարաձեր հայութենե դուրս օդար շրջանակներու մեջ, ապա որպես նվիրումի ու զոհաբերության կենդանի օրինակ երիտասարդացը ներկայացնող եւ անոր սկզբունքներն ու ոգին մարմնավորող ձեռնարկ է։ Ըլլա երգչախումբին անդամները, ըլլա անոր ղեկավար Կարապետ Քիշմիշյանը ոչ մեկ օր եւ ոչ մեկ առիթով նյութական որևէ ակնկալություն չեն ունեցեր իրենց տարած աշխատանքին համար։ Ընդհակառակը, երգչախումբի համերգներեն գոյացած եկամուտեն է, որ միությունը կօգտվի այսքան տարիները ի վեր։ Երբ կարձանագրվի երգչախումբի ու անոր ղեկավարի արվեստի տեսանկյունեն դիտված հատկությունները, հայ երգը տարածելու աշխատանքը պետք չէ մոռանանք նաև վերը հիշված նվիրումը անոր ամեն մեկ անդամի, որ առավել ևս կարժեքավոր է երգչախումբը ու անոր ղեկավարը։ 28 անձերով սկսված այս ամբողջ երիտասարդներու երգչախումբը քանի տարի են իրար հաջորդ հաջողություններ արձանագրել ետք կդառնա փորձառու ու փնտրված երգչախումբ, ան արդեն իր անդամներով սփյուռքի բոլոր գաղութները հետաքրքրող երգչախումբն է, ըլլա կատարողության մակարդակով, ըլլա արվեստի մոտեցումով։ Առաջնորդ ավագ եպիսկոպոս Ասադուրյանի ներկայությունը համերգին, ուր 1960-ականներուն 3 տարի մաս կազմած է երգչախումբին։ Կարապետ Քիշմիշյանը հաճախ կշեշտեր, որ ժողովուրդին հրամցված երգերը մեկնաբանվին հայկական ոգիով, ուր երգերու շեշտադրումները կմեկնաբաներ, կբացատրեր թե բառերը ինչպես պետք է հնչվին երգեցողության ադեն, անամենայն նվիրատվությամբ, ճաշակով ու բծախնդրությամբ, երբեմն խստությամբ եւ կարգապահությամբ կկատարեր ասկոկուտ այդ նվիրական գործը։ Նոր երգի ուսուցման բարակային նախ կանդրադառնար անոր պատմականին, բառերուն եւ իմաստին, ապա հմտորեն կսորվեցներ զայն, բայց կխոստովաներ, որ դոկտոր Փափկեն Փափազյանը այդ ուղղությամբ մեծ քաջալերումը եւ մղիչ ուժը հանդիսացավ եւ օգնեց այդ հորիզոնը ընդլայնելու համար։ 1990-1999 թվականի երգչախումբը Ավելի քան 50 տարիներ Կոմիտաս երգչախումբի համերգները հաջորդեցին իրարու մեծ մասամբ երիտասարդաց ակումբի Փեմեն Բաղդադի մեջ։ Երբեմն եղան ելույթներ նաև Իրաքի Բասրա և Քերքուկ քաղաքներուն մեջ։ Կոմիտասի երգչախումբի գոյության տարիներուն ընդհանուրը շուրջ 400 անդամուհիներ միացած են համութին։ Յուրաքանչյուր համերգին երգչախումբը բեմ բարձրացած է 70-90 անդամներով։ Հայ կաթողիկե եկեղեցվո սրահին մեջ երգչախումբի համերգը ներկայության Իրաքի կաթողիկե արհիեպադիվ Տեր առաջնորդ Պողոս arczepiskopos Քուսան և հույր գղերական նորին ամենապադիվ գերաշնորհ
Տեր Հովհաննես Կասպարյան հայ կաթողիկե պատրիարքը։ Երգչախումբի վերջին ելույթը դեղի ունեցավ 2000-ին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցվո մեջ ղեկավարությամբ Կարապետ Քիշմիշյանին հայոց ցեղասպանության 85-րդ տարելիցին նվիրված հուշադոնի հանդիսության։ Երգչախումբի 50-ամյակը դոնելու նպատակով Կարապետ Քիշմիշյանի որդին Արա Քիշմիշյանը երից երգողներեն ոմանց և երիտասարդ ուժերու մասնակցությամբ խումբը վերակազմեց և 2005-ին ջոխ հայդակրով համերգ ներկայացուց երիտասարդաց միության սրահի մեջ։ Երգչախումբի 50-րդ տարեդարձի առթիվ Կարապետ Քիշմիշյան նվեր կստանա երիտասարդաց միության վարչության կողմէ։ Կարապետ Քիշմիշյանի ընտանեկան լուսանկար 1960-ականներուն Բասրա քաղաքը երգչախումբի ճամփորդությունը և ելույթը 1960-ականներուն Քերքուկ քաղաքը երգչախումբի ճամփորդությունը և ելույթը Սովորություն դարձած երգչախումբի տարեկան ելույթներեն ետք երիտասարդաց միության վարչությունը երգչախումբի անդամներուն կպատվե ընթրիքով և ընկերային խրախճանքով միության սրահին մեջ։ Շուրջբար երգչախումբի անդամներու կողմէ Նավային բդույթներ Մարտ 30 1994-ին Վասկեն Այբ կաթողիկոս ամենայն հայոցի կողմէ կոնտակտ տրվեցավ Կոմիտաս երգչախումբին, ուր գսե հայ երգցերի երիտասարդաց միության երգչախումբի հարգարժան անդամներուն հարազատ որդվո Մայր Աթորո Սրբո Էջմիածնի ողջույն հայրական և օրհնություն հայրապետական։ Սույն կոնտակով Մայր Աթոր Սուրբ Էջմիածնեն կբերենք երգչախումբիդ հիմնադիր 40 տարվա ղեկավար դիար Կարապետ Քիշմիշյանին երգչախումբիդ բոլոր անդամներուն երգիչ և երգչուհի մեր հայրապետական օրհնությունն և սրտապուխ բարի մաղթանքները, որ Տերը միշտ անսասան պահե և պահպանե Կոմիտաս երգչախումբը և ձեզի բոլորիդ շնորհե երկար ու խաղաղ տարիներ ընտանեկան երջանկությամբ։ Կազմակերպիչ հանձնախումբի անդամները ներկայությամբ Շանթ Քիշմիշյանի և երկար տարիներու երգչախումբի անդամ Արամ Քետենջյանի Սիրելի հանդիսականներ, ուրախ ենք հայտնելու, որ այս երեկո մեզի հետ են նաև երբեմնի երգչախումբի անդամներեն ոմանք, որոնք խումբի ելույթներեն անտրացնելով անձնական կերպով դարիներու ընթացքին շարունակեցին տարածել հայ երգն ու երաժշտությունը։ Այստեղ ողջունենք ներկայությունը բարոնայք Արշան Բաբերյանի և Վարդգես Չոլակյանի, որոնց սիրահորժար ընթարաչեցին հանձնախումբի պապակին յուրաքանչյուրը երկու երկով մասնակցելու սույն հանդիսության։ Իսկ այժմ թեմ կհրավիրեմ բարոն Արշան Բաբերյանը քնարերգություն և ճգնալ եղած ձեռքերով ելույթ ունենալու համար։ Երգեոնի երաժշտությամբ դոկտոր Արմեն Բաբայանը։
ուշ Ես քեզ համար գուցե ոչինչ ու ինձ համար երազմակուր Ես քեզ համար գուցե ոչինչ Հերմից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որ մեծ կամիջ չտանվելաս Արեգակին պետք է հերմից նայես Գայից եթե շատ մոտենաս Հերմից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որ մեծ կամիջ չտանվելաս Արեգակին պետք է հերմից նայես Գայից եթե շատ մոտենաս Կամ դու միշտ բախմանաս Եվ միշտ եկի բարեին ծառոջի Հավեշ կամու սիրո կտա Ես քեզ համար գուցե ոչինչ Հերմից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որ մեծ կամիջ չտանվելաս Արեգակին պետք է հերմից նայես Գայքի եթե շատ մոտենաս Հերմից ես քեզ գոնե տեսնեմ սիրեմ որ մեծ կամիջ չտանվելաս Արեգակին պետք է հերմից նայես Գայքից եթե շատ մոտենաս Արեգակին պետք է հերմից նայես Դու ինձ համար չգնալ Մեր շատ սիրելի ես մինչև այսօր չեմ գնացան հանգուցյալ Կարապետ Քիշմիշյանը, որով ինքը ոչ թե իմ մեջս գաբրի, ես կարծեմ ինքը գաբրի մեր յուրաքանչյուրի մեջը։ Ամեն անց որ հետը շրջեր է և աշխատեր է և իրեն երաղցեր է, ինքը մեր սրտի մեջը գաբրի։ Ես շնորհակալ եմ առաջին երախտապարն է միությանը, որ ես արիտ գտնվեցա, որ այդ դահլիճին այդ միության միջոցով ծանոթացել եմ մեր շրջանցիների պարոն Կարապետյանին, ինքը լրաշտական Քիշմիշյանի ներողություն, ներեցեք գնացչունի, 1200 գտարնան այդ պարետովադան գնա։ Պարոն Քիշմիշյանի, ինքը միայն ոչ ինձ եղած է ինգեր կամ բարոն, տասադու, բարվետ, ինքը նույնիսկ ինձ կաչարել է և ճիշտ ճշգրուտ երկերուտ սերերը սորվեցուցած է նամանավանդ հայկան հարեկանության մեջը։ Կիշմարաչն երկրկոն կարծեմ ու պաստար է վրանքը բացատել է, որ թե պարը ինչպես պիտի հնչես, այո, ինքը շատ մեծ թեր կատարել է իմ յանքի երաշտական ընթացքի մեջը պարերուն հարեկանության մասին։ Շնորհակալ եմ, ձեր ժամանակին չարեմ, անցնեմ ույս երկի։ Երանիտ է իմ սիրունը, դերունևից նունը կար, Երանիտ է իմ գարունը, գրուգի հետ նունը կար, Ինչու դրան դու հերանցա, ինչու սերս
լույս և իր բարին ուրարներ մի դե հանգա սերմի սրդից մի դե սերս մի մարես ինչու հողին ու հերացա ինչու սերս մոհացա արցուններս տոմարեցի սիրտս վարեցի ինչու գրած ու հերացա ինչու սերս մոհացա արցունքներս տոմարեցի սիրտս վարեցի Բարուսույց Անուշ Մարգարյան, որ մեր սերազնի ուշադրության պիտի հանձնվի տեսահերիզմը Գարավետ Կիշմիշյանի կյանքն ու գործունեության մասին։
Այս տեսաերիզով պիտի ներկայացվի Բաղդադի հայ երկսեր երդասարտաց միության Կոմիտաս երգչախումբի խմբավար Կարապետ Քիշմիշյանի կյանքը և գործունեությունը։ Այս տեսաերիզի լուսանկարները ստացած ենք մեծամասնությամբ Կարապետ Քիշմիշյանի հավաքածոյան։ Կարապետ Քիշմիշյան ծնած է Բաղդադ 1929-ին, մանկությունը անցուցած Բաղդադ իր քույրերու և եղբայրներու հետ։ Հալեբ Սուրիա ճամփորդած ուսանելու համար և ընթացքին մանրակրթությամբ զբաղված ու մարզական մրցություններու մասնակցած։ Հաճախած է Բաղդադ քոլեջը, Baghdad College և մասնակցած ջութակի մրցումին։ 1950 թվականներուն իր ընկերներու հետ կազմած է նվագախումբ, ուր ընկերային շրջանակ կազմելով ուրախ ժամանց կանցնեին։ Նույն այս ընկերային շրջանակը գորիս դարձավ Աբաքայի Բաղդադի Կոմիտաս երգչախումբի անդամներուն, ուր Կարապետ Քիշմիշյան 24 տարեկանին կձեռնարկե քարացայն երգչախումբ կազմելու և ղեկավարելու։ Կարապետ Քիշմիշյան ասպարեզով երկրաչափ, բայց իր սերը հանդեպ հայ երգին և երգեցողության դարավ զինք սույն դժվարին առաքելությունը իրականացնելու։ Անոր զորավոր կամքը հանդիսացավ մղիչ ուժը անփորձ այս երիտասարդին հաղթահարելու բոլոր դժվարությունները և կարճ ժամանակի ընթացքին կազմելու Կոմիտաս երգչախումբը, դառնալով անոր ղեկավար խմբավարը։ Ան իր բարձրորակ տեղը գրավեց սփյուռքահայ մեր բոլոր խմբավար ղեկավարներու կողքին։ Իրաքահայության և մասնավորապես բաղդադահայության մեծ պարգև մըն Կոմիտաս երգչախումբը, որ 50 տարի շարունակ հայ երգը տարածելու, սիրծնելու և սորվեցնելու մեծ առաքելությունը կատարեց։ Քիշմիշյան այս բոլոր զոհողությունները կատարեց հանուն հայ երգին ու մշակույթին, որուն համեստ ծառայողը եղավ։ Արվեստագետի խառնվածքով զգայուն էր, պարկեշտ, ազնիվ, համեստ, վեհանցն ու առաքինի և սիրված էր բոլորեն ու հարգված։ Զորավոր կամքի տեր, որուն խոսքը ամեն տեղ կշիռ ուներ ու փնտրված էր բոլորին կողմէ։ Առաջնորդ ավագ սրբազանին դիմումին ընդառաջելով 1979-ին Վազգեն Այբ ամենայն հայոց կաթողիկոսը հայրապետական գնդակով պարգևատրեց Կարապետ Քիշմիշյանը Սուրբ Սահակ Սուրբ Մեսրոպ առաջին կարգի շքանշանով, ուր կսե հույժ մխիթարական է մեզի համար հաստատել, որ դուք որպես հիմնադիր խմբավար և մղիչ ուժը Տեղ-Վույթ հայ երգսեր երիտասարդաց միության Կոմիտաս երգչախումբին նվիրումով և հոգևոր եռանդով 25 տարիներ ի վեր կծառայես մեր մայր եկեղեցիին, ժողովուրդին և հայ երաժշտական արվեստին։ Քիշմիշյան իր մասնակցությունը բերած է նաև ազգային հասարակական գործերու մեջ։ Ան Բաղդադի հայ երգսեր երիտասարդաց միության վարչության անդամ եղած է, ապա Իրաքի ազգային կենտրոնական վարչության անդամ։ Գաղափարով հավատավոր դաշնակցական, վարած է պատասխանատու պաշտոններ, նախ
իբր աղբալյան ուսանողաց միության պատասխանատու, ապա Իրաքի շրջանի կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ։ Իսկ 1972-ի կուսակցության հանդեպ պետական ճնշումներու դեպքերեն անմիջապես ետք նշանակված է 3 անձերը բաղկացած պատասխանատու հատուկ մարմնի անդամ։ 2006-ին Քիշմիշյան ընտանիքը կհաստատվի Հայաստան և այսպես կդադրի Իրաքահայ Կոմիտաս երգչախումբի փեղուն երթը։ Կարապետ Քիշմիշյան հետ երկարատև հիվանդության կմահանա 21 սեպտեմբեր 2016-ին Երևան, Հայաստան։ Սիրելի ներկաներ, կհրավիրենք երգչախմբի երգչախմբի անդամ բարոն Վարդգես Չոլախյանը երկու երգով ելույթ ունենալու համար։ Երգեհոնահար դոկտոր Արմեն Նոհար։ Մութս միտրջուն է կամնման սլադրում է լուսինամ է երեգոն է ինձ եկելով եչսում է Darets daim iz hatero Zeratslume Rusiname Yeregone Iz yerkelo Nečeslume Ucezgalo, darec daim, iz hatero, zeraslume. Isumlar, spodresurat, sermazer, amesturat, Isat kurd
կորթս, որ դուս թողի, բացադրելու ժամ չմնա, ինձ համար այս աշխարհում մի թիթերի ժամ չմնա, իսան կորթս, որ դուս թողի, բացադրելու ժամ չմնա, Esundariz madresurat, sermazerat, tapetsurat, delutyunat, çokesurat, Yesumit, hareblurat, harekez, bayzalaret, cemanesi, mazereser, elin sırgok, Kestan pare, yalnız tartı, aşna
Այդպես դեպարանում ամենի Սիրելի ամսալարներ, ընդառաջելով գազագերբի չանցախումբի պապատին, Գոմիդաս երջախումբի նախկին անդամուհիներեն երեքը երջախումբի մասին իրենց սրտապուխ տպավորությունները արտահայտեցին, որոնք այս դեսայրիզով հետապար ցեցի կփոխանցեն։ Անունս Ալբեր Զաքարյան 1954-ին մասնակցած եմ Կոմիդաս երջախումբին մինչև 2000 կարող ենք 1953-ին ընկերներով միշտ դարեթարցներ կդոնեին, բաներ կդոնեին, շատ խնջույքներ կրեին, ուրախ էին։ Ուրեմն Գևորգ Չոբանյանը միտքը դվավ գարոին, որ մենք ինչու երջախումբ չենք կազմել, ավելի լավ։ Ադոր վրա իրենք սկսան պատրաստվել ու գազվեցին երջախումբ։ Սկսանք փորձերն անդամներ գային, որ շատեր սկսան դիմել, ամեն մարդու չեր առնել, որտեղ ուզեր լավ երկող, լավ ցայն առնող ավելի ճիշտ։ Ուրեմն անգևերջ խումբ մգազվեցավ բզդիկ թիվով, եկան հայոց դպրոցը փորձեր գնայինք, մենք հալ միացանք հարգավ։ Ադոր վրա ժամանակը ասցևի քալեց։ Մինչև որ երդասարտած ագումբը մեզի ընդունեցին այբր ագումբի երջախումբը։ Անունը որոշվեցավ Կոմիդաս երջախումբ, հետո անգևերջ հոն փորձ գնայինք ագումբի մեջ։ Ուրիշ ինքը շատ բծախնդիր էր, շատ լուրջ գարներ բանը երջախումբը, ոչ գադակ գներ որոշ բաներով, բայց բանը չեր խառներ ճիշտը։ Ուրեմն սկսանք փորձերը ագումբը անել, ագումբը այնադեն մեր փողոցը ագումբին չեր շինված, ցեխեր ամեն բանը։ Մարդիկ կուկային զորով մորով փորձերը գնայինք։ Հետո երբ որ որոշվեր կոնցերտը պիտի տան, կոնցերտին կհրավիրվեին ամերիկյան տեսփանատունեն ու գերմանական տեսփանատունեն Դիկրան Քասապյանը գարանը, որ իրենց կհրավիրեր միշտ։ Կուկային կմտնային գոշիկներ կբերեին մասնավոր թուրը ագումբին, գոշիկնին կփոխեին, որ մաքուր ծևով մտնաներ։ Ուրեմն երբ որ գերքեինք հիացած կզարմանային, չէին գարձեր, որ Իրաքի մեջ ասանք աղվոր խումբ կա, երջախումբ բանգնեն, երկեն։ Ես երջախումբը շատ կսիրեի, շատ դարված էի, ամեն լավ ծևով գերքեի երկերը։ Մեներքիչներ գային, որ ամեն մեկը զադեն երկեր պաներ։ Գերազեի օրմը, ես արդյոք ասոնց երկերը բիդի դա գարոն ինձի, քանի իրենք կան ողջ են, չէի գրնար համարցակել պաններ։ Բադահեցավ, որ մաս մկացին, մահեցան պանեղան։ Ասենք առաջինը նանորի սոլոները, վերերքները, որ 3 հատ մաս կա մեջը, ադիմ սորվեցա շատ լավ ծևով կադարեցի, հետո ուրիշ երկմգար արպա սևանը դվավ գարոն ինձի, արպա սևանն որ սևանալիջի չուրը գբակսեր արպա կեդեն որոշեցին, որ չուրը լեցվի սևանալիջի երկը։ Անգեզատ հոյնարի երկը գար մասմը տեղեր սկիզբը ես կերքեի։ Ովև մեկ երկ, ուրիշ երկ մնալ գար, որ եղնիկներ սարերում ասի շատ պարծներ, իմ ծայնես պարծամնի տենոր էր, ես մեծ կերքեի։ Այդ երկը ինձի գարոն մտահոգությամբ դվավ, բայց երբ որ լսեց ինձի սա բրավո քեզի Ալբեր գրծար, ասենք շատ լավ ծելով երկեր։ Նույնիսկ բաներ գային, որ Դիկրան Քասապյան անոնք եկան, զարմացան, թե Ալբերտուն ինչպես գրծար ասպասրեն որովհետև անգան դարված էի, անգան կսիրեի աս երկերը, լավ ծևով
բաննայի երկեի։ Ուրեմն ամեն կոնսերտի առաջ գարոն շատ կմտահոգվեր արգա, բայց կթիմանար ինչպես կսեմ։ Քիչ մը հարնարալ ու կար կոնսերտի օրը ամեն ուս կհավաքեր պատրաստ եք, այո պատրաստ եք։ Ինքը ամենի առաջ դապադվեր կքաշեր, անգամ որնի հարցերը մտահոգութենեն։ Ուրեմն ասի խնդալու բանով գարնեին ժողովուրդը։ Հետո ամենեն առաջի խոսքը մեզի ինձի պետք է նայիկ, չլար ասկոմանգով նայիկ, որ ծնողքս ուրնս տերեն ասկասանք պան չկա, ասանք պան մանողը նույն այդեն դուրս կանեի իրեն երջախումբը։ Ուրեմն ամենս լուր պանցևով հետևեինք իրեն, երկերը կսկսեր, շատ աղոր հաչող երկերը, օդարները շատ գետակրկվեին ասոր, գարոյեն գսեին, Սե մեզի երբ եմ ույս անգամ պիտի պանալա կոնսերտաս, անոր համեմատ որ մենք անպայման պետք է ներգա ալանք։ Շատ կսիրեին ասած պանը։ Արեցես սիրելիներ, ես Վիկի Քեչիշյանն եմ, որ 33 երկար տարիներ ծառայած եմ Կոմիտաս երջախումբին։ Կոմիտաս երջախումբը Բաղդադի հայ քաղաքին քանցներ, իսկ երիտասարդացի փեմին զարդը։ Սիրելիներ, չեմ գիտեր, որ մեկ տպավորություններս արտահայտվի։ Մենք տարի մեկ անգամ համերգ կուտայինք անշուշտ 3 օր։ Առաջին 2 օրերը ժողովրդին, իսկ 3-րդ օրը դպրոցական երեխաներուն։ Հավատացեք, ամենահաճելի օրը այդ էր։ 3-րդ օրը երեխաները, որ ուշով կհետևեին անբացատրելի ուրախությամբ, չեմ գրնար իմ հուշերես հեռացնել համերգի վերջավորությամբ, 7-8 տարեկան երեխամը մոտեցավ բարոն Ղարաբեդ Քիչմիշյանին ասելով. «Ամո, եթե ես մեծնամ, Կոմիտաս երջախումբ կընդունիս», շատ հուզված կարոն պատասխանեց. «Բոլորդ, դարձյալ չեմ ծափահարություններ»։ Կոմիտաս երջախումբի մեջ կային շատ գեղեցիկ ձայներով օժտված սոլիստուհիներ եւ սոլիստներ։ Այդ գեղեցիկ ծանր երգերը, որ երգեինք, բարդերի հետ խաղում ես, երեսից ծիծաղում ես։ Նանորը, ախ նանորը, նարոն, այդ բոլորեն ավելի դերձոր երգը, որ գսեր, մի միլիոն շիրին, ով պիտի փորեր, միլիոն շիր մաքար, ով պիտի թներ։ Եվ մենք այդ երգը երգած ենք արտասվալից աչքերով, հուլ տալով մեր արցունքները։ Կոմիտաս երջախումբը շատ գեղեցիկ երգեր երգած է, չեմ գրնար թվել բոլորը, երգած ենք Բասրա, Քերկուկ, նույնպես պատարագ զատկական տոներուն եւ միևնույն ժամանակ ապրիլ 24-ը։ Սիրելիներ, քանի մբարգյան շատ քիչ է իմ հուշերս արտահայտվելու, ուրեմն Աստված մեր շատ սիրեկարոյին արժանացնել երկնքի արդարության, ան մեր հայրն էր, եղբայրը, ան իր բոլոր անձնական շահերը ոտնահարեց, որպեսզի հայկական քաղաքի մեջ ցաներ հայ երկի հոգին, օղը թեթև գարոջան։ Ուրեմն շնորհակալություն, որ այս լիազորությունը տրվեցավ ինձի, դարձյալ շնորհակալություն կարգադրիչ հանձնախումբին, Ալլահ Քոդեբինդ եւ Քաչարողջ, որ շարունակեք ձեր գործունեությունները, բարի մաղթանքներ։ Սիրելի բարեկամներ, ողջույն բոլորիդ։ Նախ եւ առաջ գուզեմ մեր ընտանիքի կողմեն մեր խորին երախտագիտությունը հայտնել այն բոլոր անձանց, որոնք նախաձեռնեցին այս հուշ երեկոն, նվիրված մեր սիրելի հոր Ղարաբեդ Քիչմիշյանի հիշատակին։
Հայրս մեզ համար եղած է նվիրումի և հաստատակամության վառ օրինակ։ Նա իր մասնակիտական աշխատանքին հետ դուն կվերադառնար և հոգնածությունը մոռանալով անմիջապես կերտար Բաղդադի հայ երկսեր երիտասարդաց միություն իր սիրելի Կոմիտաս երգչախումբը մարզելու, որի ջերմ ընտանիքի մի մասնիկը դարձա նաև ես 1998 թվականին և պատիվ ունեցա այն ղեկավարելու 2005-ին։ Երբ հայրս ղեկավարեր երգչախումբը, կտեսնայի, թե ինչպես նա սեր կսերմաներ բոլորի մեջ, սեր առ երաժշտություն, սեր առ հայ մշակույթ և առ արվեստ։ Իրեն համար երգչախումբ ղեկավարելը լոկ պարտականություն մը չէր, այլ իր կյանքի իսկական իմաստն ու առաքելությունը։ Ան այդ առաքելությունը կատարեր սրտանց ու մեծ հոգատարությամբ, ինչի շնորհիվ հաջողեցավ միավորել խումբի անդամներուն և անոնց սրտերը հայ մշակույթի շուրջ և եղավ աշխատասիրության և ազգասիրության պայծառ օրինակ։ Իր ամբողջ ուժով կճանար պահպանել և տարածել հայկական քարացային երգեցողության արվեստը, իր գեղարվեստական բարձր ճաշակով, խիստ ուշադրություն դարձնելով ձայնային մաքրությանը, կատարողական և զգացական ներդաշնակությանը, ունենալով այն համոզմունքը, որ երաժշտության իսկական գեղեցկությունը կբխի մեղեդի և խոսքերու ճիշտ ու խորը ընկալում են։ Բոլոր այն հաջողությունները անկարելի էր առանց անոր անսահման համբերության, քանի որ խմբավար ըլլալը կպահանջի անթիվ ժամեր և անդադար աշխատանք։ Իր հետևողականությամբ ու սրտաքին նվիրումով հայրս կրցավ ստեղծել այնպիսի գեղարվեստական մակարդակը, որ մինչև այսօր կհիշվի առնվազն Իրաքի հայ համայնքեն ներս։ Հարկ է հիշել նաև, որ հայրս հայտնի էր իր ուրախ և գատակասեր բնավորությամբ։ Ամեն տեղ, թե փորձերու ժամանակ, թե ընկերական միջավայրեն ներս, կստեղծեր ուրախ տրամադրություն։ Նույնիսկ ամենալուրջ պահերուն իր սուր մտքի և գատակասիրության շնորհիվ կթեթևցներ մթնոլորտը և հոգնածությունը, կվերածեր ուրախության։ Իր համեստությունն ու ճանասիրությունը կզարդարեին նրա էությունը։ Հայրս երբեք չէր ձգտել անձնական բարքի, գովասանքի կամ նյութական շահի, քանի որ իր առաքելությունը գտիներ որպես իր հոգիեն բխող սիրելի զբաղմունք։ Ինչպես որ քիչ առաջ նշեցի, նա գատակասեր էր, անգամ ծանր հիվանդության ժամանակ, երբ մեր իրաքահայ ընկերներեն մեկը այցելեց հիվանդանոց ու հարցուց, թե ինչպես եք համագարով, մեր համար էլ անսպասելի էր իր հայտնի պատասխանը՝ քեզ մե լավ։ Վստահ եմ, որ հայրս կուզեր, որ իրեն այդպես հիշեն, բարձր տրամադրությամբ, լավատես ու առողջ։ Կրկին անգամ կուզենք ձեր բոլորին հայտնել մեր խորին երախտագիտությունը և հարգանքի հավաստիքը։ Շնորհակալություն։ Հարգելի լեզվաներ, այժմ խեմ կհրավիրեմ համազգայնի դեկրոնական վարչության անդամ դոկտոր Դիկրան Բաբիկյանը։ Համազգայնի անունով կազմակերպիչ ամսախոսի կողմած քննադատի գիրը դերձելու համար։ Դամիցը։ Հարգանքի արժանի ուշադրության դերկաներ եւ իրավունք դրեք գործի անվանեմ հայ լեզվի եւ մշակույթի վահան զինվորներ։ Ժողովուրդը երբ մշակույթ ունենա եւ իր լեզուն ունենա, արդեն կգոչվի ազգ։ Եվ ազգերը կգոյատևեն այն adel երբ իրենք գիտեն հարգել հիշադակել իրենց մեծերն ու իրենց մշակույթը պահպանել։ Եվ այսօր փաստն է, որ մենք ներկայ ենք այստեղ հարգելու, հիշադակելու մեր մեծ վարպետ Կարապետ Քիշմիշյանը։ Ճիշտ այդ համոզմունքով էր, որ 1928 թվականին համազգայինը ծնունդ արավ։ Ծնունդ արավ եւ ուրիշ ուղղություններու գազագերբություններու հետ նվիրվեցավ հայապահպանման աշխատանքին։ Ծնունդ արավ այդպիսի ժամանակը,
Եղերնենիետ ուր գահաբադար և գարիքը գստար հայ լեզվի և իշխանուտի պահպանման։ Եվ նույն ջամփով էր, որ նաև մեր մեծ վարպետ Կարապետ Շմիշյանը, որը 1925 ծնունդ տարածեր, նվիրվեցավ նույն աշխատանքին և 50 տարիներ ոչ թե միայն պահպանեց հայ մշակույթը, այն նաև ինքնասյարակած սերունդով ուժ տվավ զարգացույց մշակույթին և անոր կյանքի երկարացումից։ Եթե այսօր համաշխարհային 98 տարեկան է և մահացած չէ Ռաբին աշխատի գոյատևի աշխարհի տարբեր երկրներում մեջ, ես կհավատամ, ինչպես դուք կհավատաք, որ մեր վարպետ Կարապետ Քիշմիշյանը մահացած չէ։ Անի այսօր 97 տարեկան և իր մասին հիշելով, իր ցնկած աշխատանքով, իր փոխանցած ժառանգով նոր սերունդին, հայրավոր երդասարտներ, որոնք մասնակցած էին այդ երգչախմբի մեջ, ինքը շարունակած է մշակույթը և մեր ազգի պահպանման մեջ կարևորագույն դեր հացել։ Ես այսօր ուզեմ մեր քննադատի խոսքը տալ Բաղդադահայ միության, գազագերբության վարիչվանի և սեր բոլորին այսպիսի բանվացերնակը գազագերբելու և հիշադակելու մեր մեծերը, իր ջամփով հիշադակելու Կոմիդասը, Կոմիդասի ջամփով հիշելու մեր ժողովրդի ազգային ժառանգը, որ մեզի ցկացեն և խոստում առնենք, որպեսզի մենք կրնանք պահել, պահպանել և անի փոխանցել եկող սերունդներին։ Այս արդիվ ես ուզեի հրավիրել, ես Տիգրան Բաբիկյանն եմ, Կենտրոնական վարչության համազգայինի Արևմտյան Ամերիկայի շրջանի ներկայացուցիչը, և ուզեմ հրավիրել համազգայինի շրջանային վարչության անելգաբեդ պարոն Մանուկ Չուխաջյանը և նաև սերերանով մեր սրելի շանք և մարալ Քիշմիշյանները, որպեսզի իրենց փոխանցեն համազգայինի կողմի քննադատին։ Իրականության մեջ պարոն Քիշմիշյանի երկու նմանները ավելի արժանի են, շքանշանի արժանի են, սակայն համազգայինի տանով ունեցած իրենց օրենքներով հետ մահու շքանշան չեն դար, սպաղտապար մենք արեք չեն ունեցած ձեր հայրիկի շքանշանը տալու, որով մենք դերի շաղտի տալու, որև ենք արժանիներ և ավելին Սակայն չենք կրնարմոննալ և ադոր համար մենք ուզենք փոխանցել այս քննադատները, որը դիտարկան սերիրանքով և ադիժած ծեր որ մահել։ Համազգային հայ գրթական և մշակութային միություն, Կենտրոնական վարչություն, քննադատի։ Կարապետ Քիշմիշյանը և համազգայինը գրեթե դարեկից են։ Համազգայինը հիմնված է 1928-ին, իսկ Քիշմիշյանը ծնած է 1929-ին։ Կարապետ Քիշմիշյանը կգենսագործի այն սկսունքները և այն տեսլականը, որում ի խնդիր հիմնվեցավ համազգայինը։ Մասնագիտությամբ երկրաչափ Քիշմիշյանը զինված չուտակի նվագելու իր գիտելիքներով չվարանեցավ ստեղծելու երգչախումբ, հայության համար ամենեն փոթորկալից ժամանակաշրջաններեն մեգուն ընթացքին։ Ոչ միայն ստեղծեց, այլ պահպանեց ամբողջ 50 տարի։ Տարբեր սերունդներ, հարյուրավոր երիտասարդ հայրենիներ, իրենց գամավոր խմբավարի օրինակին հետևելով գամավոր, սիրելով ու նվիրումով մաս կազմեցին երգչախումբին։ Քիշմիշյանը վարագեց անում հայ երաժշտությամբ, հայ մշակույթով, հայ ոգիով։ Լսարանի մեջ ագաթեմական սեվով չսորված գիտելիքը ցեք վերածում աշխատությամբ, բրբդումով, համառությամբ։ Հետ եղերնյան արհավիրքին, պատերազմներում, սարսափին ու անորոշություններում մեջ 50 տարի շարունակ
Կարաբեկ Կիշմիշյան Իրաքի մեջ Բաղդադի հայ երկսեր երիտասարդական ստուդիան Գոմիդաս կարացային երջախումբով հնչեցուց հայ երկը սերունդ է սերունդ։ Արդյունքը ավելի քան գոհացուցիչ։ Վգան Պարսեղ Կանաչյանի թրվարանքը, մեր մյուս մեծերուն թրվարանքը, վգան հայ հեղինակներուն իր գադարունները, իր սաներուն անագին անսագարկ սերն ու նվիրումը այսքան դարի անց, վգան Գոմիդաս կարացային երջախումբի 50-ամյա գործունեությունը, վգան այս սերդարգը, որուն ներկա է, բոլորը։ Համասկայնի երախտիկի և տնահատանքի իր խոսքը գրիացնե այս վաստագաշատ Կարաբեկ Գարո Կիշմիշյանի վաստակը մեծարող բոլոր անհատներուն և գազագերբություններուն և դեղուց հետ մահում վարվեդին գսե վարձկը դատար։ Փետրվար 14 2026 տեյուտ։ Սիրելի դերգաներ, անտեսյալ արգի գյուր դրեք բոլորիս աննոր շնորհակալության խոսք հայտնել նախ հայ կաթողիկե առաջնորդարանի սույն երեգոն կազմակերպելու նպատակով Սուրբ Գրիգոր Լուսավորիչի եկեղեցվող գիծ այս գեղեցիկ դահլիճը դրամատրելու համար։ Շնորհակալության խոսք համաձայնի կենտրոնական վարչության ներկայացուցիչին և շրջանային վարչության ատենաբեդին, որոնք իրենց ներկայությամբ պատմեցին այս երեկույթը։ Շնորհակալության խոսք Բաղդադի Գոմիդաս երջախումբի նախկին անդամուհիներուն, որոնք իրենց ներկայությամբ բարբարեցին հիշատակը երբեմնի Գոմիդաս երջախումբին և անոր խմբավար Կարաբեկ Կիշմիշյանին։ Երախտագիտության խոսք բոլոր անոնց, որոնք իրենց անցնվեր ներդրումը բերին այս երեկոյի հաջողության համար։ Թե հայրակրի մասնակցողներուն և թե անոնց, որոնք բեմեն դուրս զանազան ելմերով իրենց աջակցությունը բերին կյանքի գոչելու սույն հանդիսությունը։ Շնորհակալություն նաև ձեզ հարգելի բարեկամներ, որ ձեր ներկայությամբ պատմեցիք երեկոն։ Այժմ կհրավիրեմ հայր Իգնատիոս Ապասյանը բաղբանիչով ագելու հանդեսը։ Սուրբ եկեղեցին միշտ մեզի հիշեցնեք, թե երաժշտությամբ և երգելով բոլորս հավասարաբար կարողություն ունենք Աստծո գեղեցկությունը տեսնել։ Այս իմաստուն բանելով ցեզի կհրավիրեմ, որ բոլորս աղոթենք, բոլորս Աստծո փառք տանք այս մեծ բادرի համար։ Բաղբանի չերկույց հավատացելոց Քրիստոս Աստվածքրիչ է։ Բայար ժողովուրդը սպոնտովանյալ սուպի բարգական խրճիլքումի խաղության։ Բրգյա հերեպելի պանդրևոտիշնամբույն։ Աժնովորյա կողության բարավորելս կեզն հոր և ես ուպոպույտ, այժն և միշտ հավիդյան սավիլիցանեն, օրդյալ եգրոտ էշոնաս կորպույտ, երթայք խաղության և դեր իրիցին ծեզ ընդամենցյանետ։ Ամեն։ Somos